Հայաստանի Հանրապետության զենքի գնման process-ների մեջ Ռուսաստանի Դաշնությունը առաջնահերթ այլևս դեր չի ստանձնում, այնտեղ կա նոր խաղացող, իդեմս Հնդկաստանի, Եվրամիության առանձին երկրներ են Հայաստանի Հանրապետությանը զենք զինամթերք վաճառում, Ամերիկայի Միացյալ Նահանգներն է հետախուզական դրոններ վաճառում, եւ սա դիվերսիֆիկացիա է, դասական օրինակ է դիվերսիֆիկացիայի։ Այ արտաքին քաղաքական կողմնորոշման մեջ, բլոկային քաղաքականության մեջ Հայաստանի Հանրապետությունը որ բլոկը կընտրի, այստեղ կարելի է ձեզ հետ համաձայնվել եւ ասել, որ այո, որ իշխանությունը փորձում է երկու աթոռի վրա նստելու քաղաքականություն բանեցնել, բայց վստահեցնում եմ դա երկար չի կարող շարունակվել, երկար թույլ չեն տա մեր իշխանություններին այդ քաղաքականությունը վարել եւ ինչ որ մի պահի Հայաստանի Հանրապետությունը ստիպված կլինի աթոռներից որևէ մեկը ընտրելու կամ Եվրամիությունը կամ Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների խորացումը կամ ԵԱՏՄ-ն, որտեղ որ մենք այսօր գտնվում ենք եւ շարունակում ենք դեռևս գործունեություն ծավալել։